Օրն սկսվեց հրադադարով։ Այո, լավ ասել, որ միգուցե ոչ այդքան կայուն, բայց այնինչ որ տեղի ունենում մերձարարքում որոշ զգուշավոր լավատեսության հիմքեր տալիս է։ Հա, ինչու են այսքան կասկածանքով վերաբերում այդ հրադադարին։ Որովհետև մի կողմից բոլոր ներգրաված երկրները թվում է թե ուզում են գնալ հրադադարի, քանի որ տարբեր ձևով կամ ունեն հնարավորություն ասելու, որ հաղթել են պատերազմում, կամ արդարանալու, թե չեն պարտվել պատերազմում։ Մյուս կողմից նաև հասկանալի է, որ հասնելով ամեն մի կողմ իր նպատակներին, դրա հետ մեկտեղ նաև գլխավոր խնդիրները մնում են։ Հրադադարի ռեժիմը, եթե այսպես մնա եւ եթե չվերականգնվեն դիվանագիտական գործընթացները, պայմանավորվածները, պարզ է, որ ուշ թե շուտ խախտվելու է։ Դե ձեր նշած ավելի շատ երևի առնչվում է Իսրայելին, քան Իրանին, չէ՞։ Իրանը այդ խնդիրը չունի ներսում խոսել իր Իրանը նույնպես որոշ չափով այդ խնդիր ունի, որովհետև մենք տեսանք, որ իսկապես շատ լուրջ հարվածներ կրեց Իրանը եւ հետախուզական, եւ անվտանգային, եւ ռազմական առումով, հատկապես առաջի օրերի ընթացքում, բայց նույնիսկ կարելի ասել, որ ռազմավարական նոկդաունի էր հասվել Իրանը, բայց մյուս կողմում մենք տեսանք, որ հետագա շրջանում կարողացավ պահպանել եւ ռազմական կառավարման եւ պետական համակարգի կայունությունը, չնայած որ որոշ, ասենք, փորձագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ բավականին հորատեսական ինչ-որ պատկերացում ունեն, բայց իշխող վարչակազմը կայունությունը ապահովեց եւ այս պայն պարզ է, որ Իրանին անհրաժեշտ էր այսպես կոչված որոշ հրադադար, որ փորձի ոտի կանգնել եւ կայունացնել իրավիճակը եւ ռազմական տեսանկյունից եւ քաղաքական։ Իսկ եթե փորձենք մի փոքր անկողմնակալ աչքով դիտարկել, ով զիջեց։ Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը ոչ միայն զիջելու մասին է, այլ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծվեց իրականություն, որը արտացոլում է ուժերի հնարավորությունները։ Այսինքն մենք տեսանք, որ այո, Իսրայելը բավականին տպավորիչ կամ նույնիսկ աննախադեպ հնարավորություններ ցույց տվեց եւ հետախուզական, եւ ռազմաօդային ուժերի կողմից, բայց նաեւ ի վիճակի չէր թվում է թե շարունակելու այդ երկարաժամկետ հյուսման պատերազմը, որտեղ այդ ասենք ցավային շեմը Իսրայելի համար ավելի բարձր է, քան Իրանի։ Իրանը բավականին լուրջ խոցելի, ասենք, խոցելի տեղեր եւ անվտանգային եւ պաշտպանական առումով ցուցաբերեց, իսկ Միացյալ Նահանգները փորձեցին ներգրավելով բավականին, ասենք, չափավոր եւ միգուցե նաեւ կոորդինացված նույնիսկ իր հակառակորդների հետ ֆորմատով փորձեցին գլխավոր դերակատարի կամ գլխավոր ռազմաքաղաքական դերակատարի դերը վերականգնել մերձարարում արևելքում, որ գոնե այս պայն առավել եւս հաշվի առնելով պարոն Տրամպի ունակությունները աշխատելու ինֆորմացիոն դաշտում բավականին հաջող այդ իմաստով նա զարմացնում է։ Այո։ Մյուս կողմից պատերազմի մասին կողմերի ինֆորմացիան իրական պատկերը չէր տալիս։ Բոլոր պատերազմների դեպքում հասկանալի է, որ կա իրականություն ոնց որ գետնի վրա կամ օդում եւ կա ինֆորմացիոն իրականություն, որը որ բոլոր կողմերը փորձում են օգտագործեն, փորձում են ինչ որ մի ձևով տարբեր մեկնաբանել եւ այստեղ ոչ միայն Իրանի մասին է խոսք գնում, այլ նաեւ Իսրայելի, որտեղ որ թվում է թե գրականությունը նույնիսկ ավելի ուժեղ էր, քան Իրանում, հատկապես վերջի շրջանում, իսկ Միացյալ Նահանգների քարոզչական ինժեներինգի մասին ընդհանրապես կարծում եմ իմաստ չունի խոսել։ Իսրայելը երևի հասկացավ, որ հակամարտությունը տևական հակամարտության վերաճելու վտանգի առջև է կանգ առավ։ Գիտեք, ես ուզում եմ համեմատել անգամ ուկրաինական ճգնաժամի այդ նախնական փուլի հետ, երբ ամեն ինչ ավարտվելու էր մի քանի օրում, բայց 4-րդ տարին է ընթանում այդ պատերազմը։ Գիտեք, այն նպատակները, որոնք որ դրել էին Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը,
սկզբնական նպատակը դա այդպես կոչված միջուկային եւ massամբ հրթիռային, ասենք, միջոցների ոչնչացումը Իրանի եւ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության գլխատում է, թե կարելի ասել։ Massամբ դա հնարավոր եղավ անել, չնայած որ մենք չունենք վերջնական պատկեր, թե արդյոք իսկապես Իրանի ամբողջ միջուկային ծավալը ոչնչացվել է, կան լուրջ կասկածներ, որ եւ այդ հարստացման միջոցները եւ հարստացված ուրանի պաշարները մեծ հավանականությամբ չեն գտնվել այն վայրը, որ ոչ թե նույնիսկ Իսրայելը, այլ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերն են հարձակել, բայց դրա հետ մեկտեղ նաև գլխավոր տարբերությունը, որ նպատակը դա էր, եւ եթե արդյունքում որպես ացանցիալ նաև հնարավոր լիներ Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխություն իրականացնել, դա բնականաբար դրական շատ կարևոր ազդակ կլիներ, բայց դա տեղի չունեցավ։ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի նպատակը ի սկզբանե այլ էր, նպատակը դա ամբողջ քաղաքական ռեժիմի փոխելն էր եւ երկիրը ոնց որ կոնտրոլի տակ վերցնել էր։ Եվ դա ոնց տեսանք 4 տարի առաջ գրեթե տեղի չունեցավ։ Այսինքն այս դեպքում ԱՄՆ հարվածը որոշեց ելքը։ ԱՄՆ-ի հարվածը բացեց դուռ հրադադարի։ Չնայած եւ երկրորդ զգուշացնում է Թրամփը, որ մենք երկրորդ անգամ նույն քայլին չենք գնա։ Դե մենք պիտի հասկանանք, որ Թրամփը արեց այն, ինչ որ արեց, ասելով, որ իսկապես ոչնչացրել է միջուկային ծրագիրը Իրանի, ելի եմ կրկնում, մենք չենք կարող 100% ասել, որ դա այդպես է, թե չէ, բայց խաղի կանոնները մերձավորալուքն եւ դա առաջի անգամը չէ, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը նմանատիպ ոնց որ անուղակի պայմանավորության մեջ են մտնում, ես կարող եմ հիշեցնեմ օրինակ հայտնի գեներալ Սուլեյմանիի ոչնչացումը եւ Իրանի արձագանքը, այսինքն կան որոշ սահմանափակումներ, որոնք որ կողմերը փորձում են պահպանել, որտեղ նաև Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ իրանք իսկապես աշխարհի շարունակում են մնալ վճռական եւ սովորական սպառազինությունով ամենաառաջատար երկիրը, բայց Միացյալ Նահանգները չեն ուզում ներմուծվել, ներքաշվել երկարաժամկետ ռազմական գործողությունների, առավել եւս եթե դա խոսքը գնա այսպես կոչված ցամաքային օպերացիային։ Նեթանյահուն ասում է Իսրայելը մենք հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին։ Իշխանությունը փրկելու կամ իշխանությունը պահելու հայտարարությունն է սա, թե իսկապես։ Գիտեք, բոլոր 3 դերակատարների քայլերում, վճռականության ցուցաբերելում, գործողություններում առաջնահերթը իհարկե ներքաղաքական այդ գաղափարներն են։ Հասկանալի է, որ կան ազգային անվտանգության, պաշտպանական եւ այլ, ասենք, առաջնահերթություններ, բայց հասկանալի է առաջերտին, որ օրինակ պարոն Թրամփի դեպքում առաջնայինը դա ներքաղաքական է։ Նետանյախուի դեպքում կարծում եմ նույնպես դա կարևոր դեր է խաղում, իսկ Իրանի դեպքում հասկանալի է, որ գլխավոր խաղակարտը կամ գլխավոր խնդիրը, որ փորձում էր լուծել ռեժիմը, դա ռեժիմի կայունությունը ապավելն է։ Ինչ է կարծում, Իրանը իսկապես կգնար Հորմոզի ջրանցքի փակմանը, եթե ավելի սրվեր։ Նո, իրականում այստեղ կան զսպող մեխանիզմներ, սկսած հենց Իրանի համար, որովհետև հասկանալի է, որ նույն Իրանի համար նավթային, ասենք, էքսպորտի մեծ մասը հենց այդ ճանապարհով գնում, կար նաև Իրանի գլխավոր դաշնակցի եւ աջակցողի Չինաստանի կարծիքը այս հարցում հասկանալի է, բայց թվում է թե հարցը դրան չէր գնացել, որտեղ նաեւ հասկանալի էր, որ այդ դեպքում Իրանը անխուսափելիորեն պիտի սպասեր ավելի ուժգուն Միացյալ Նահանգների ներգրավվածությանը ուժային, որը որ պարզը որ Տեհրանը փորձում էր խուսափել, ինչը որ նաև տեղի ունեցավ այսպես կոչված այն պատասխանի ձևով, որը որ տեղի ունեցավ եւ որը որ հնարավորություն տվեց պարոն Թրամփին շնորհակալություն հայտնել Իրանին։